थपकी प्यारी की Թափքի դեռ ինչքան ենք սպասելու արևի տակ։ Այդ նամակից ոչինչ դուրս չի գա։ Արի վերադառնանք։ Մենք այսքան սպասել ենք, մի քիչ էլ կսպասենք։ Ով գիտի։ Գուցե մեզ լսի։ Լավ, մնա այստեղ։ Ես աշխատանք եմ գնում։ Սպասելն անիմաստ է։ Վարորդ։ Թափքի, իզուր մի սպասիր, տիկինը մեզ չի լսի։ Արի գնանք։ Թափքի։ Ես եկել եմ քեզ կանչելու, իսկ դու գնում ես։ Չես ուզում Դրովի հաղորդումն անել։ Այո։ Դու կարող ես հաղորդումը մեր տանը նկարահանել։ Ինչ ես այդպես նայում։ Արագ ներս արի, այդքան ժամանակ չկա։ Արի։ Շնորհակալ եմ։ Դրով։ Տես տղաս։ Տես թե ովքեր են եկել քեզ մոտ։ Ինչ եք անում այստեղ։ Ստուդիայում ամեն ինչ կարգին է։ Պարոն, մենք մի խնդրանք ունենք։ Նա ուզում է, որ դուք որեք ձեր հաղորդումը։ Եթե կարողանայի աշխատանքի գալ, իհարկե կանեի։ Բայց պարոն, դուք կարող եք տանն անել հաղորդումը։ Մենք հեռարձակումը տնից էլ կարող ենք կազմակերպել։ Թափքին ձեր մորը համոզել է։ Սա ինչ հիմարություն է։ Սակշին արդեն ամեն ինչ պատրաստել է։ Ինչու ես եկել ու նման անհեթեթ բան առաջարկում։ Ավելի լավ է գնաս աշխատանքի։ Այստեղ կատակներ անելու կարիք չկա։ Դրով։ Նա կատակ չի անում, տղաս։ Նրանք հարգում են քեզ։ Հասկանում եմ, որ հաղորդման սիրտն ու հոգին դու ես։ Դու ես միայն ճշմարիտ խոսք հասցնում հասարակությանը։ Ինչու ես կշտամբում նրանց։ Գովել է պետք։ Մայրիկ, նրանց չեմ կշտամբում։ Ինձ հետ մի խոսիր, պատրաստվիր հաղորդմանդ։ Բայց մայրիկ։ Դա հանուն ինձ արա։ Լավ մայրիկ։ Ես տնից կվարեմ հաղորդումը։ Թափքի։ Դրովը համաձայն է վարել հաղորդումը։ Դու դրա համար շատ ջանք թափեցիր։ Ուրեմն դու էլ ամեն ինչ արա այստեղ։ Թափքի։ Այդ ինչ անուն է։ Ես Մայրիկ։ Լսեք, մենք ժամանակ չունենք, իսկ անելիք շատ կա։
Հիմա պետք է արագ աչքի անցկացնեմ հարցերս։ Դուք էլ արագ պատրաստվեք։ Լավ։ Այո, գործի անցեք։ Իսկ մնացածի մասին հետո կխոսենք։ Դե շտապեք գործի անցեք։ Գոհ ես։ Հիմա դու էլ քեզ թերի չես զգա։ Լսիր, դու այսօրվա հաղորդումը կապույտ վերնաշապիկով կվարես։ Լավ։ Նրանով, որ հայրդ էր նվիրել ծննդյանդ օրը։ Կհագնես։ Մա, ես գիտեմ, որ դա դու ես գնել։ Բայց նրա անունից ես ինձ տվել։ Ինչու ես այդպիսի բաներ անում։ Կհագնես թե չէ։ Ես կհագնեմ ինչ որ բերես։ Բայց հետո ուզում ես, որ ես դա հագնեմ միայն նրա համար, որ հայրիկն է նվիրել։ Ոչ։ Դրով։ Դու դա չես անի հանուն ինձ։ Դե բեր։ Հենց հիմա կուղարկեմ։ Քաղցիկս ինչու ինձ չէր ասում։ Դեռ լավ է, որ բաուջին ինձ ուղարկեց, որ քեզ օգնեմ ու տունը չափեմ։ Իսկ եթե մեջքդ ծռվեր, անուշիկս։ Քողտրիկս, մեջքս լավ է, բայց ես ամբողջ սրահը դեռ պետք է չափեմ։ Դու նստիր, ես ամեն ինչ կանեմ։ Լավ։ Քաղցրիկս։ Լսիր Սանջայ, ես էլ չեմ կարող։ Չափել եմ ու ստացել եմ 1008 պղպեղ։ Հիմա քո երթն է։ Վերցրու, ինչ ես նայում։ Չուտկի, ես քեզ գաղտնիքն ասել էի, չէ՞։ Օգտվիր, լավ։ Իսկ ես այդ ընթացքում իմ քաղցրիկի համար հյութ կսարքեմ։ Արի քաղցրիկս։ Արի։ 1 2 3 4 Արագացրու։ Ով էր քեզ խնդրել փչացնել մայրիկի հեռախոսը։ Դու ես սխալ բան արել, ես ինչու պետք է պատասխան տամ։ Այնպես ես խոսում, ասես ես դիտմամբ եմ ջարդել մայրիկի հեռախոսը։ Հա։ Մտքով չի անցնի, որ մի օր այս պղպեղով ամբողջ տունն եմ չափելու։ Ամբողջ տունը չէ, միայն կեսը։ Մնացածը թող նրանք անեն։ Այդպես մի նայիր։ Արագացրու, թե չէ հիմա կգնամ ու բաուջին կկանչեմ։ Ինչ։ Ինձ անընդհատ բաուջիով մի սպառնա, ես դրանից չեմ վախենում։ Այո, չես վախենում։ Բաուջի։ Լավ անում եմ։ Իգորա, դու գնա լրիվ ու նստիր։ Իսկ դու արագացրու։ 9 10 11 Ինչ տարօրինակ լուրեր են տպում այս օրերին։ Մի կարգին բան չկա, որի մասին գրեն։ Վերադարձար։ Ոտքերդ քաշիր։ Շուտով փիղ ես դառնալու, այնքան ես նստելու։ Գնա դուռը փակիր։ Չես կարող մի քիչ կարգին խոսել ինձ հետ։ Ոչ։ Ինչ եղել աղջիկս։ Ինչու ես այդքան բորբոքված։ Ես գնացել էի հարցազրույցի հայրիկ, բայց ինձ աշխատանք չտվեցին։ Ինչպես բորբոքված չլինեմ։ Ես չեմ հասկանում։ Եթե ինձ աշխատանք չէին տալու, ինչու էին հայտարարություն տվել։ Հանգստացիր աղջիկս։ Վերցրու։ Ջուր խմիր։ Խմիր։ Աղջիկս։ Ես ասել եմ, չէ՞, որ դու էլ թափքի նման լավ աշխատանք կգտնես։ Մենք ամեն ինչ պետք է շատ արագ անենք։ Լավ, ես գրասենյակը գնամ ու ամեն ինչ կկազմակերպեմ։ Լավ, իսկ ես այստեղ կանեմ ինչ պետք է։ Լավ։ Ես պետք է Տիկին Սակշիին էլ տեղեկացնեմ։ Իմ մտքով այս բանը նրա շնորհիվ անցավ։ Ալո։ Տիկին Սակշի, թափքին է։ Անունդ կարող ես չասել։ Քո կակազելուց ամեն ինչ հասկանալի է, ասա ինչ կա։ Տիկին, ես ուզում եմ, ես շատ կարևոր հաղորդում պետք է անեմ, ժամանակ չունեմ վատնելու։ Տիկին, ես հենց դրա մասին էի ուզում ասել։ Ինձ այդ հարցում քո օգնությունը բոլորովին պետք չէ։ Տիկին, ես միայն ուզում էի ասել, որ պարոն Դրովը սա Սակշի հաղորդումն է։ Ես եմ դա վարելու։
Հասկացար։ Տիկին, նա ինձ չլսեց։ 50,000 203 50,000 204 Էլ չեմ կարողանում։ Լավ բարգի, մի քիչ էլ։ Միայն թե արագ։ Չոտկի, մեր ամուսիններն այնքան լավն էին, որ տունը չափեցին։ Թե չէ 100 տարում չէինք վերջացնի։ Ճիշտ ես ասում։ Լսիր, իսկ որտեղ են նրանք։ Գնացել են մեզ համար հյութ բերելու։ Ես միայն այս գործն եմ ուզում վերջացնել։ Հետո գնալու եմ հովին նստեմ։ Այո, բայց սա նախ վերջացնել է պետք։ Սառը հյութ բերեցիր քաղցրիկս։ Արևի տակ արդեն չորացանք։ Դու ով ես։ Ես թափկին եմ։ Ինչ։ Նորից ասա, ով ես։ Թափկին։ Դուր թափկի։ Այ քեզ անուն։ Լավ թափկի, ինչ ես ուզում։ Ոչինչ։ Իսկ դուք ինչ եք անում։ Թափկի։ Մենք այս պղպեղով տունն ենք չափում։ Թափկի, եթե այսպես կանգնենք ու քեզ հետ խոսենք, այս գործը երբեք չենք վերջացնի։ Գնա, մի կանգնիր։ Թող մեր չափումներն անենք։ Գնա։ Չուտկի, մինչև մեր ամուսինները գան, արի մնացածն էլ անենք։ Լավ։ Ասա, մինչև հիմա ուր էիր հասել։ Չգիտեմ։ Բայց դու հաշվում էիր, պղպեղը քո ձեռքում էր։ Չուտկի, դու պետք է հիշեիր, ես մոռացել եմ։ Այո։ Մենք այդ աղջիկը պատճառով մոռացանք, չգիտեմ թե որտեղից հայտնվեց։ Ինչ եմ արել։ Մեր բոլոր ջանքերը ջուրն ես լցրել։ Առավոտից մենք այս հսկայական տունն էինք չափում, բայց դու եկար, մեզ ընդհատեցիր ու հիմա ամեն ինչ մոռացել ենք, գնա այստեղից։ Ջուր խմիր։ Լսիր, ինչ ջուր։ Ինձ ավելի լավ է թույն տաս, ամեն ինչ փչացավ։ Բայց ինչ է եղել, ասեք։ Մի էլ հարցրու, այնինչ արել ենք մինչև հիմա փչացավ։ Այդքան չափածներս ջուրը լցվեց, այդ աղջիկա պատճառով ամեն ինչ մոռացանք։ Հիմա ամբողջ տունը նորից պետք է չափենք։ Ինչ եք ասում։ Բա հիմա ինչ ենք անելու։ Այս տունը 3620 քառակուսի մետր տարածք ունի։ Եկեք այսպես անենք։ Մայրիկին կասենք, որ տունը 50,000 պղպեղ է։ Բայց միայն ես 50,000-ից ավելի էի չափել։ Ուրեմն 70,000 կասենք։ Մայրիկը չի հաշվելու, չէ։ Այո, ճիշտ է ասում։ Կասենք 70,000, 90,500։ Ինչ։ Այո, այս տունը 90,500 պղպեղ է։ Դու խոսել չգիտես, բայց մեզ հաշվել ես սովորեցնում։ Մի սրան նայեք։ Մենք 4-ով չենք կարողանում դա անել։ Դու 2 վայրկյանում արեցիր։ Մի անգամից։ Քո կարծիքով մենք այդքան հիմար ենք։ Դա հենց 2 վայրկյան էլ տևում է։ Դուք ասացիք, որ տան մակերեսը 3620 մետր է։ Այո, հետո նայեք, ես չափեցի պղպեղը։ Սրա երկարությունը 4 սանտիմետր է։ Մի մետրի մեջ 25 պղպեղ կտեղավորվի։ Այնպես որ 3620 մետրը կանի 90,500 պղպեղ։ Դու լռիր, մենք մայրիկի հետ կխոսենք։ Քեզ լսելու կարիք բոլորովին չունենք։ Տուր ինձ, եկեք գնանք։
Ապրես շուփ, ինչքան լավ ես խաղում, ապրես։ Մի րոպե, թափկին է այսքան շուտ տուն եկել։ Նամաստե քույրիկ։ Նամաստե։ Ես էլ կարծեցի, թե թափկին է։ Դա նշանակում է, որ անընդհատ նրա մասին ես մտածում։ Թափկին արժանի է դրան։ Շատ ճիշտ ես։ Բայց կարող եմ ներս գալ։ Իհարկե, համեցեք, եկեք։ Սա թափկի հայրն է։ Այո, նամասկար։ Սա էլ Նիմին է։ Ես ասել եմ, որ նա այս կողմերում կրպակ ունի։ Այո, նստեք։ Նստեք։ Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել իմ թափկին ու Պունամին մենակ չթողնելու համար։ Իսկ հարևաններն էլ ինչի համար են։ Այո։ Այո։ Իսկ այս անուշիկ տղան ով է։ Թափկի փոքր եղբայրն է։ Իսկապես շատ անուշիկ է։ Աստված քեզ օրհնի տղաս։ Շնորհակալություն մորաքույր։ Իսկ սա։ Այո, ես նրան գիտեմ։ Ես առավոտյան կարծեմ տեսել եմ նրան։ Այո, մենք արդեն տեսել ենք։ Այո, շատ լավ ծանոթացանք։ Լսիր, ոտքդ խերով էր ինձ համար։ Ես քեզ ասում էի, չէ՞, աղջկաս ամուսնության մասին։ Այո։ Այսօր մի տղա նրան առաջարկություն է արել։ Ես պետք է ծանոթանամ տղայի հետ։ Եթե ամեն ինչ լավ անցնի, նրանք արագ կամուսնանան։ Աստված տա ամեն ինչ լավ լինի։ Շնորհակալ եմ քույրիկ։ Ես եկել էի սրա մասին ասելու։ Արդեն գնամ, հենց որ պայմանավորվենք, առաջինը ձեզ եմ ասելու։ Անուշիկս։ Լավ, տեսություն։ Շտապեք, ես հյուրեր ունեմ։ Նկարահանում են անելու։ Հասկանում եք, թե դա ինչ է նշանակում։ Այո, լավ։ Լավ, հետո կխոսենք։ Ամեն ինչ վերջացրիք։ Այո, մայրիկ։ Ամբողջ տունը չափեցինք։ Իսկ քանի բղբեղ ստացվեց։ Բալքի, դու ասա։ Չուտկի, դու ավելի լավ գիտես։ Դու ասա, արագ խոսեք։ Մայրիկ, 70,000 90,500 բղբեղ, մայրիկ։ Ճիշտ եք ասում։ Ես ձեզանից չէի սպասում։ Այո, մայրիկ, այնքան ծանր աշխատանք էր, մեջքից ցավից մեռնում եմ։ Այո, մայրիկ։ Դուք փշրել եք իմ հեռախոսը։ Հետո դա սոսնձել էիք ու թաքցրել։ Լավ։ Գիտեք, թե ինչի համար այսքան տանջվեցիք։ Որ հասկանաք։ Ամեն մանր սխալի ու խորամանկության համար պետք է պատասխան տաք։ Մայրիկ, եթե մեծ սխալ անեին, ինչ պատիժ էիր տալու։ Այդ դեպքում քո գլխից մի մաս կպոկեի ու կասեի, որ դրանով ամբողջ տունը չափե։ Ինձ այդպես մի նայեք։ Գանցեք։ Օգնեք պատրաստվել։ Այսօր առաջին անգամ իմ դրովի հաղորդումը մեր տնից է հեռարձակվելու։ Կտեսնեք, թե ինչ արտակարգ տեսք է ունենալու իմ դրովը։ Տունն այնքան մեծ է, չգիտեմ, թե ինչը որտեղ ու ինչպես եմ դնելու։ Տիկին, ասացեք, թե որտեղ ինչ են դնելու։ Այո, հիմա կասեմ։ Մի րոպե։ Այո, մամ, թափկի, աղջիկս, դու նույնիսկ չէիր նախաճաշել։ Այդտեղ գոնե մի բան կերել ես։ Մամ, հետո կուտեմ։ Ես հիմա պարոն Դրովի տանն եմ։ Պարոն Դրովի տանը։ Ինչ գործ ունես այդտեղ։ Մամ, նա տնից է հաղորդումը եթեր տալու։ Ես դրան եմ պատրաստվում, բայց դա տնից հնարավոր է անել։ Այո, մամ, հնարավոր է։ Լավ, ես այնքան գործ ունեմ, հետո կխոսենք, լավ։ Լավ։ Պարոն,
Ձեզ ինչ-որ բան է պետք։ Ես կարող եմ բերել։ Պետք չէ, ես եկել եմ տեսնելու, թե ինչպես եք պատրաստվում։ Ինչ է եղել։ Պարոն, ես այսպիսի բաներով երբեք չեմ զբաղվել։ Չգիտեմ, թե ինչպես անեմ։ Մի անհանգստացիր, ես քեզ կասեմ։ Ես այստեղ կնստեմ։ Բազմոցը հանեք, այստեղ աթոռներ դրեք։ Պաստառն էլ այստեղ փակցրեք։ Լավ։ Շնորհակալություն, պարոն։ Լսեք, եղբայր, սրահից հանեք բազմոցն ու սեղանը, այս աթոռները վերցրեք, վերցրեք այս աթոռներն ու բերեք այստեղ, լավ։ Լավ։ Լսիր, գիտես, ինչու ես այս բանն անում, ես քեզ հարցրեց։ Պարոն, ես շատ սխալներ եմ արել և նույնիսկ ներողություն չեմ խնդրել դրանց համար։ Ես դա անում եմ, որ մեղքս ինչ-որ չափով քավեմ։ Մի րոպե, պարոն։ Այդ աղջիկն ինչ է անում այստեղ։ Այսինքն, մայրիկ, ինչ է այստեղ կատարվում։ Արդեն ասել եմ։ Դրովի հաղորդումը տնից է հեռարձակվելու։ Այդ աղջիկն էլ թափկին է։ Նա է ամեն ինչ կազմակերպում։ Գնացեք օգնեք նրան։ Հարցրեք նոր ինչ-որ բան արեք։ Դա հիշեք։ Պարզ է։ Գնացեք։ Լավ, մայրիկ։ Ալոկջի, հարցերը պետք է հուշարարի մեջ գցենք ու ստուգենք։ Զգույշ եղեք, հանկարծ սխալներ չլինեն, լավ։ Տանը նկարահանում է լինելու, մեզ էլ հեռուստացույցով ցույց կտան։ Իմ կանաչ սարին ինձ շատ է սազում։ Էկրանից չտեսնված գեղեցիկ կլինեմ։ Այո, բայց իմ կապույտ սարին ավելի լավն է։ Մայրիկ, ամեն ինչ պատրաստ է հաղորդման համար։ Այո, մայրիկ։ Մայրիկ, տեսքս հավանում ես։ Մայրիկ, իսկ իմ տեսքը հավանում ես։ Երկուսդ էլ շատ հմայիչ եք։ Մենք հյուրեր ունենք, չէ։ Գնացեք տեսեք, թե ինչ է պետք։ Մայրիկ, բայց այնքան ծառաներ ունենք։ Մենք ինչու դա անենք, որովհետև նրանք թանկ հյուրեր են մեզ համար։ Զբաղվեք նրանցով։ Մանավանդ թափկիով։ Որովհետև այս ամենը նրա շնորհիվ է։ Լավ, գնացեք մարդկանց հյուրասիրեք։ Արի։ Թափկի աղջիկս։ Տես, ես այս վերնաշապիկը մեծ սիրով եմ գնել Դրովի համար։ Նա սրանով է այսօր եթեր դուրս գալու։ Վերցրու, թող մնա։ Տուր նրան, երբ հագնվելու լինի։ Ես ուրիշ ոչ մեկի սա չեմ վստահի, հասկանում ես։ Հենց որ դիմահարդարումը վերջացնեն, տուր թող հագնի։ Թափքի արի տեսախցիկները գոնե մի անգամ նայիր։ Պարոն Դրովի դիմահարդարումը դեռ չեն հարել։ Վերնաշապիկը կհագնի, երբ որ դա վերջացնի։ Իսկ մինչ այդ ես գործերս կվերջացնեմ։ Սա դնեմ այստեղ։ Թափկի աղջիկ, մայրիկը քեզ ավելի վստահեց, քան մեզ։ Հիմա կտեսնես։
թե մենք քեզ ինչ օրն ենք գցելու։ Այդ վերնաշապիկի վերջը կտանք։ Բարկի, ես մտածում եի, թե մենք էլ այդ տեսախցիկներով ինչքան լավ դուրս կգայինք։ Մեզ հեռուստացույցով ցույց կտային, մենք աստղ կդառնայինք, մեզ կճանաչեին։ Բայց մայրիկը մեզ միայն ծառայի տեղ է դնում։ Պետք է այսպիսի կեղտոտ գործերով զբաղվենք։ Չոտկի, ես էլ իմ ամենասիրուն սարին էի հագել։ Բայց երևում է, մեզ ոչ ոք էլ չի նկարահանելու։ Այո, Բարկի, այս տանը միայն մայրիկն է որոշում, թե մենք ինչ անենք, ինչ չանենք։ Նա մեզ հետևում է, օր ու արև չի տալիս։ Ինչ անենք, որ այս ամենը փոխվի։ Չուտկի, բան ես մտածել։ Բարկի, մի լավ բան եմ մտածել։ Մենք կարող ենք աստղ դառնալ։ Եվ մայրիկն էլ մեզ ոչինչ չի ասի։ Չուտկի, մեզ հենց դա էլ պետք է։ Շուտ արա, ասա, ինչ ես մտածել։ Լսիր, այս հաղորդումը Դրուվն է վարելու, չէ՞։ Եթե Դրուվը չկարողանա վարել, ուրեմն կսկսեն ուրիշ հաղորդավար փնտրել։ Ով է ամենախելացին, ամենահմայիչը, ով է ամենահարմար մարդն այդ հաղորդման համար։ Ով է Չուտկի։ Մենք ենք հիմար։ Մենք Դրուվին կփոխարինենք, երբ պարզվի, որ նա չի կարող վարել հաղորդումը։ Մենք աստղ կդառնանք։ Այո, եւ լսիր, ահա թե ինչ պետք է անենք։ Արի այստեղ։ Հասկացար, Բարկի, այդպես է պետք անել։ Այո, Չուտկի, այդ դեպքում հաստատ մենք կվարենք հաղորդումը։ Այնքան լավ գործ կանենք, որ մայրիկը մեր հետևից կընկնի, որ ինքնագիր ստանա։ Լավ, արի գործի անցնենք։ Ես արդեն սկսում եմ։ Դու ինչ ես անում այստեղ։ Եկել էի Դրուվին տեսնելու, իմանալու նրան ոչինչ պետք չէ։ Ոտքը ցավում է, ոչինչ ինքնուրույն չի կարող անել։ Դա ես կանեմ։ Դու գնա ինձ համար թեյ պատրաստիր։ Գլուխս անտանելի ցավում է։ Գնա։ Ուրեմն գնա սենյակ պարկիր, հանգստացիր։ Ես կտեսնեմ, թե ինչ է պետք Դրուվին ու արեք կգամ։ Գնա, ես հիմա կգամ։ Գնա հանգստացիր։ Լսիր։ Անունդ ինչ էր։ Թափկի, չէ՞։ Քեզ Դրուվի սենյակ են կանչում։ Ինձ, բայց ես նոր եմ եկել այնտեղից։ Լավ, մի գնա, ինձ ինչ, բայց եթե հետո հաղորդման ժամանակ մի բան այնպես չեղավ, ինձ չմեղադրես։ Լսիր, դա ինչու ես տանում, թող այստեղ, ամենտեղ դրանով ման մի արի, ես սրան կհետևեմ, դու գնա։ Գնա։
Բահաբի, Այո, քեզ բան է պետք։ ոչ ոչ։ Ես միայն եկել եմ տեսնելու, Ինչ։ տեսնեմ, լավ է քեզ հարդարում թե ոչ։ Եղբայր, լսիր, դեմքն ավելի լավ պետք է շպարել։ Մազերն էլ նորմալ չես սանրել։ Ինձ մի նայիր, նրան նայիր, սանրիր, սանրիր։ Սանրիր ասում եմ։ Գիտես Դրով, հաղորդումը տանն է նկարահանվելու։ Ես էլ կարող եմ քեզ օգնել։ Լսիր եղբայր, ինչ ես անում։ Հետևից սանրիր։ Նայիր, մազերն այնքան թափթփված են։ Այո, կարգին սանրիր, հետևից։ Լավ է, լավ է։ Տիկին։ Նայեք, այսպես լավ է։ Այո, այո, շատ լավ է։ Տես թե ինչ լավ ստացվեց։ Ես վերջացրի։ Գնամ, հա, Դրով։ Տիկին։ Տիկին։ Դուք լարին եք կանգնել։ Ներեցեք։ Ով էր ինձ կանչել։ Ինձ ոչ ոք չէր կանչել։ Ես չեմ խաբում։ Տիկին, ինձ նոր միացում է պետք։ Լավ, ես կզբաղվեմ դրանով։ Լավ։ Չգիտեմ, թե ոնց կեղտոտեմ վերնաշապիկը։ Ես չեմ ուզում, որ հաղորդումը Դրովը վարի։ Բարգի, Բարգի։ Գնամ տաղավարում, տեսախցիկների առաջ փորձեմ։ Ես Դրովից ավելի լավը պետք է լինեմ։ Որտեղ են սարքավորումները։ Լսիր, Այո։ որտեղ են սարքավորումները։ Ես հաղորդում պետք է անեմ, ինչ է կատարվում։ Ինչու տաղավարը դեռ պատրաստ չէ։ Որտեղ են տեսախցիկները։ Տիկին, դրանք պարոն Դրովի տուն են տարել։ Նա է տնից հաղորդումը վարելու։ Ինչ։ Այո, տիկին։ Տիկին, ես գալիս էի, որ ձեզ ասեմ, ինձ հենց նոր ասացին դրա մասին։ Եվ դա թափկի ձեռքի գործն է։ Թափկի։ Այո, տիկին։ Նա է այնպես արել, որ դուք չվարեք հաղորդումը։ Ամեն ինչ պատրաստ է։ Տանեմ պարոն Դրովին տամ վերնաշապիկը։ Թափկի։ Ես սամոսա եմ բերել։ Հոգնած ես երևի։ Կեր մի քանի հատ։ Ոչ, շնորհակալ եմ։ Կեր, մայրիկն է ասել, որ քեզ առանձնահատուկ ուշադրություն դարձնենք։ Ահա։ Տես, չատնի էլ վերցրու։
Թափկի, այս ինչ արեցիր։ Ներեցեք, ես չէի։ Գոնե ասեի, որ չատնիից չես ուզում։ Ինչու թափեցիր Դրուվի վերնաշապիկի վրա։ Ներեցեք։ Հիմա ինչ է լինելու։ Ես այս վերնաշապիկը մեծ սիրով գնել եմ Դրուվի համար։ Տուր նրան, երբ հագնվելու լինի։ Ես ուրիշ ոչ մեկի սա չեմ վստահի։ Եկեք խնդրեմ։ Ես վերջացրի։ Ամեն ինչ պատրաստ է։ Իսկ հիմա հագնվեք։ Դրուվ, հաղորդումը 12 րոպեից սկսվում է, տղաս։ Ես պատրաստ եմ։ Բեր վերնաշապիկը, որ հագնեմ։ Ես դա Թափկիին էի տվել։ Դեռ չի բերել։ Ոչ, մայրիկ։ Պարոն, Այո։ Թափկիին ասեք, թող այն վերնաշապիկը բերի, որ Դրուվի համար էի տվել։ Արագ գնացեք։ Լավ։ Որտեղ է Դրուվը, արդեն 7-ն է դառնում։ Հիմա կգա պարոն։ Լավ։ Պարոն Դրուվը որտեղ է։ Դեռ պատրաստ չէ։ Չգիտեմ, գնա տես։ Չուտկի, բոլորն այնքան լարված են, բոլորը հարցնում են, որտեղ է Դրուվը, որտեղ է Դրուվը։ Դրուվն այստեղ չէ, բայց մենք ենք այստեղ։ Հենց որ ժամը 7-ը լինի, կտեսնենք։ Մենք կտեսնենք։ Մենք կդառնանք դրա աստղը։ Ես այնքան հուզված եմ։ Ով է տեսել Թափկիին։ Պարոն Դրուվի վերնաշապիկը նրա մոտ է։ Եղբայր, դուք կիտրոն ու մեղր ունեք։ Ես սա արագ պետք է մաքրեմ։ Ահա մեղրը։ Սա էլ կիտրոնն ու դանակը։ Չուտկի, երբ մայրիկն իմանա, թե Թափկին ինչ է արել Դրուվի վերնաշապիկը, ինչ կասի նրան։ Ինչ։ Ինչպես ես համարձակվել։ Դու կեղտոտել ես սիրելի որդուս վերնաշապիկը։ Դու պատժվելու ես։ Թափկի։ Մորակույր։ Ներիր։ Թափկին կպատժվի։ Իսկ մենք միասին կվարենք հաղորդումը։ Արի գնանք պատրաստվենք։ Ինչու է Թափկին այսքան ուշանում։ Մամ, հաղորդումը շուտով սկսվելու է, ինձ ուրիշ վերնաշապիկ տուր։ Դրով սպասիր։ Մի փոքր։ Հիմա երևի կգա։ Մայրիկ չես հասկանում, ես առանց այդ էլ ուշանում եմ։ Խնդրում եմ ուրիշ վերնաշապիկ տուր։ Դրով տղաս։ Մամ, խնդրում եմ։ Դրով, այս ինչ է։ Ինչ է, մայրիկ։ Ինչու է պահարանի դուռը փակ տղաս։ Բայց ես դա երբեք չեմ փակում։ Այո, բայց բանալին էլ չկա։ Ինչ։ Մաքրվիր, մաքրվիր։ Նայր, տեսքս լավ է։ Լավագույն հաղորդման ամենագեղեցիկ երկրորդ հաղորդավարը։ Այո, իսկ առաջինն ով է։ Իհարկե ես։ Իրոք։ Իդեպ Չուտկի, երեկոյան ով է այսպիսի ակնոց դնում։ Սա նորաձև է, Բարկի, նորաձև։ Բոլոր աշխարհիկ կանայք էլ այսպես են անում։ Լսիր, Բարկի, Դրումն այստեղ չի գա։ Մենք պետք է գնանք ու ասենք, որ հաղորդումը մենք ենք վարելու։
Չէ, հոյակապ բան կլինի։ Բոլորն այնքան գող կլինեն, մեզ այնպիսի ուշադրությամբ կշրջապատեն։ Դեռ շնորհակալություն կհայտնեմ Բարկիին ու Չուտկիին իրենց պատիվը փրկելու համար։ Լավ, հերիք է խոսես, արի գնանք։ Լավ։ Դրուվ, ինչ է կատարվում։ Արդեն համարյա ժամը 7-ն է, բայց ոչ թափկին կա, ոչ էլ վերնաշապիկը։ Պահարանիդ բանալին էլ անհետացել է։ Աղջիկս այնքան շատ է աշխատում։ Օգնիր նրան, Բհագվան։ Թող հաղորդումը լավ ստացվի։ Մամ, Աստված նրան կօգնի։ Իսկ դու արի, արդեն ժամանակն է։ Այո, գալիս եմ։ Բայց ով է փակել պահարանը։ Չեմ հասկանում։ Այս ինչ է։ Մայրիկ զգուշ։ Դրով, ես գտա բանալին, հիմա վերնաշապիկ կհանեմ։ Այո, մայրիկ, արագացրու, ես ուշանում եմ։ Այո, վերցրու։ Սա հագիր։ Թափկի աղջիկս, որտեղ էիր։ Մորաքույր։ Ոչինչ։ Այդ վերնաշապիկը պետք չէ։ Նա այս մեկը կհագնի։ Չնայած ես շատ էի ուզում, որ այդ վերնաշապիկը հագներ։ Բայց ոչինչ։ Սա հագիր։ Մայրիկ, ես սա կհագնեմ։ Դա երկար չի տևի։ Բռնիր։ Արդեն ուշ է, բայց Դրովը չի էլ ուզում իջնել։ Մենք ենք հաղորդումը վարելու։ Ընդամենը 10 րոպե ունենք։ Որտեղ է պարոն Դրովը։ Չգիտեմ։ Բարկի, արի նրանց մոտենանք։ Երբ որ մեզ տեսնեն, հաստատ չեն մերժի։ Կխնդրեմ, որ մենք վարենք հաղորդումը։ Այո, բայց մենք մեզ կթանկացնենք։ Հետո կհամաձայնենք վարել հաղորդումը։ Արի։ Դրություն, պարոն Դրովը մեզ հետ է։ Հաղորդումը սկսում ենք։ Չուտկի, այս ինչ է կատարվում։ Մենք աստղ չենք դառնա։ Մայրիկն էլ չի ինքնի մեր հետևից, ինքնագիր չի խնդրի։ Թափկին էլ լրիվ մեղավոր։ Նա խառնեց մեր բոլոր պլանները։ Տեսախցիկները պատրաստ են։ Փորձում ենք։ Գնացինք։ Բարի գալուս ձեր սիրելի հաղորդմանը։ Ձեր ձայնը Այդ այծը որտեղից հայտնվեց։ Տարեք նրան, ազատվեք դրանից։ Նա չի կարող այստեղ մնալ։ Ներեցեք, դրան ձեռք մի տվեք, թե չէ պարոն Դրովի հայրը ձեզ կսպանի։ Լսիր։ Հաղորդումը 2 րոպեից սկսվելու է։ Ինչ ես անում։ Ես ոչինչ չեմ անում։ Ռամպի արին անում։
Ռամպիարին քեզ է լսում։ Եվ դու դա գիտես։ Կանչիր նրան։ Մի փչացրու Դրուվի հաղորդումը։ Դա փչանալու է, որովհետև իրենից բան չի ներկայացնում։ Կրկնօրինակումը կատարվել է Շանթ հեռուստաընկերությունում 2019 թվականին։